Գենք հայերենով գարտացինք Ղուկասու ավետարան 19-րդ գլուխը գարտացինք այս համարները, որ գիչեցնեն մեզի թե ինչ պատահեցավ Զարգազարդի օրը, որ գտոնենք այսօր։ Օրհնյալ է թագավորը, որ Տիրոջ անունով գուկա։ Այն օրը Զարգազարդի օրը մեզ գիչեցնե այն օրը, ուր Հիսուս որոշեց իքորց տնել Աստուծո ծրակված փրկության ծրագիրը։ Այն օրն է, ուր որ Հիսուս ըսավ թե ժամանակը հասավ։ Այսինքն այն օրը Հիսուս որոշեց, որ ալ հերիք է, ալ վերջացավ, բավարար խոսեցավ, բավարար հրաշքներ կատարեց, բավական եւ բավարար խոսքեր, պատգամներ ըրավ եւ հիմա ժամանակ մը գա, ուր որ պետք է սկսի իր փրկության ծրագիրը։ Այսինքն ցույց կտա մեզի թե Աստուծո համար ժամանակ մը գա, ամեն բանի համար։ Աստված գործե եւ գործարայե ժամանակին մեջ, իր ժամանակին մեջ։ Եվ Աստուծո խոսքը ասե մեզի թե Աստված ամեն ինչ կնե իր ժամանակին, վայելուչ կնե իր ժամանակին։ Պետք է որ մենք հավատանք, որ Աստված գիտե ամեն բան եւ Աստված ժամանակներ ունի մեր կյանքերուն մեջ ալ։ Ինչպես ժամանակներ ունեցավ Հիսուսի կյանքին մեջ, մեր կյանքերուն մեջ ալ Աստված իր ժամանակներ ունի։ Եվ մենք պետք է որ հավատանք եւ վստահենք իրեն այսօր համար։ Երկրորդ պատգամը, որ կրնանք առնել այս դեպքեն, հետևյալն է, որ կտեսնենք, թե Աստված ամենակետ Աստվածն է եւ Հիսուս ամեն բան գիտե եւ դերյակ է առաջվնե։ Հիսուսի դեսքը, ինչ որ Հիսուս գտեսնե, ինչ որ Աստված գտեսնե, ան է որ մենք չենք տեսներ։ Եվ որ մենք գտեսնենք, միայն դեսանելի բաները գտեսնենք, ուրիշ բան չէ։ Աստված ինքը անդեսանելի բաներ գտեսնե։ Եվ առաջվնե կրնա ասել քեզի թե ինչ կբադայի դերևս ուրիշ գոմը կամ դեմը ուր որ տուն չես գիտեր։ Հոն կտեսնենք Աստուծո զորությունը։ Եվ ոչափ մենք վստահելու ենք, եթե Հիսուսի հավատանք, եթե Հիսուսի հետևենք, ոչափ վստահելու ենք, եթե իրեն հետ գալենք։ Գիտնալով որ դերը գիտե ուր որ գտանի մեզի։ Եվ եթե իրեն հետ գալենք, մենք գիտագից լալու ենք, թե ուր գերտանք, դեպի ուր գերտանք։ Նաև երրորդ չլա որ մենք սխալինք նաև ինչպես այն ժամանակ Իսրայելի ժողովուրդը սխալեցավ։ Զարգազարդի օրը աշակերտները սխալեցան։ Հակառակ որ Հիսուսի հետևին, հակառակ որ Հիսուսի հետ քալեցին, հակառակ որ գիտեին ինչ որ Հիսուսը ասած էր, նորեն սխալեցան։ Գարձեցին որ արդեն եղավ իրենց ազատությունը պիտի լա, երջանիկ պիտի լան եւ բոլորովին սխալեցան։ Մենք ալ շալանկան բոլորովին կսխալենք, եթե գարձենք, թե ամենեն կարևոր այս կյանքն է։ Եթե այնպես վարվենք, որ ամենեն կարևոր այս կյանքն է, ոն բոլորովին կսխալենք։ Որտեւ այս կյանքը չէ կարևորը։ Կարևորը երկնային փառքն է։ Եվ Զարգազարդի օրը գիչեցնե մեզի այս ճշմարտությունը։ Այդ ճշմարտությունը, որ օրը
այս Հիսուսը, որ Երուսաղեմ մտավ ավանագի վրա, որ մը парքով պիտի կա, հրեշտակներով պիտի կա, եւ ամեն ինչ պիտի տադի։ Ամենուն հադուցում պիտի ընե իր կորձերուն ամեմած։ Ուրեմն կնշանակե թե մենք որչափ պետք է որ զգուշ լանք այն կորձերուն մասին, որոնք կգադարենք այսօր։ Օրը մենք հաշիվ պիտի տանք մեր կորձերուն։ Աստված լավ որ զգուշությամբ վարվենք այս կյանքի մեջ։ Աստված լավ որ մենք ծառայենք, աղոթենք, կորձենք, որպեսզի մարդիկ հավատան, որպեսզի մարդիկ ապաշխարեն։ Այս պետք է լա մեր կյանքի նպատակը, փոխանակ մեր երջանկությունը եւ մեր անկստությունը։ Որչափ գաղութենք մարդոց բրգության համար։ Չէ որ շատ անգամ գաղութենք մեր երջանկության համար։ Այս աշխարհի մեջ։ Ֆիդակ չէ։ Որչափ աղոթելու ենք, աշխատելու ենք, ծառայելու ենք, որպեսզի մարդիկ բրգվին։ Չսխալինք մենք, ինչպես աշակերտները եւ Իսրայելի ժողովուրդը դագազարդի օրը։ Դերը դա որ ճշմարտությունը գիտնանք եւ ճշմարտության հետևինք իր բարքին համար։ Եվ նաեւ գիտագիծը լանք որ օրմարտարություն բիդելա։ Եվ պետք է որ մենք ուսահատենք, երբ որ գտեսնենք այն բոլոր անիրավությունները, լա անիրավությունները ժողովուրդներու, լա անիրավություն մեր հայ ժողովուրդին, լա անիրավություններ դերևս որ մենք կգրենք, չուսահատենք, օրմարտարություն բիդելա, եւ ճշմարիտ արտարություն բիդելա, եւ պետք է որ ուրախանանք, որ օրմ այս արտարությունը բիդելա, եւ դեր օրհնենք այսօր համար։ Դեր օրհնե իր խոսքը։ Ամեն։